Աստծո լույսի ներքո աուդիո գիրք հեղինակ Պաշ Սարդան Գլուխ առաջին ինքդ քեզ ճանաչելու կարևորությունը եւ հետադարձ կապի ուժը Սիրելի ընկերներ, այսօրվա մեր թեման ավելի արդիական է, քան երբևէ Այսօր բոլորս ինչ-որ ձևով առաջնորդներ ենք ընտանիքում, ծառայության մեջ, աշխատանքում կամ մեր սեփական կյանքի ղեկին Բայց կա մի բան որը հաճախ մոռանում ենք այս ընթացքի մեջ, դա ինքնաճանաչումն է։ Առանց դրա մեր առաջնորդությունը դառնում է կույր նավարկություն։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել գիտակից, խոնարհ եւ աճի պատրաստ մարդ։ Երբ մարդը ճանաչում է ինքն իրեն, իր սահմանափակումները, իր ուժեղ կողմերը, նաեւ այն դաշտերը, որտեղ ինքը դեռ աճի կարիք ունի, նա արդեն քայլ է անում դեպի իսկական հասունություն։ Աստված որպես մեր արարիչ, մեզ ճանաչում է ամբողջությամբ։ Կարող եք ընթերցել 139 Սաղմոսը։ Բայց նա ցանկանում է, որ մենք էլ հասկանանք ինքներս մեզ, մեր կոչումը եւ մեր սխալները։ Ներկայիս հասարակությունը խրախուսում է, որ մենք առաջ գնանք, լինենք ուժեղ, նպատակասլաց, բայց հաճախ առանց ճշմարիտ ինքնավերլուծության մենք կառուցում ենք անհավասարակշռված կյանք։ Թեմայի լրջությունը։ Ինչ է նշանակում ինքդ քեզ ճանաչել։ Դա ավելին է, քան պարզ գիտակցել, թե ինչի մեջ ես լավ։ Դա ներառում է նաև քո սահմանափակումները տեսնելը։ Դա ներս նայելու պատրաստակամություն է Աստծո լույսի ներքո։ Սաղմոս 139:23 Փորձիր ինձ ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Ինչու է դա կարևոր առաջնորդների համար։ Որովհետև մարդիկ առաջնորդվում են ոչ միայն մեր խոսքերով, այլ մեր ներսի կայունությամբ, անկեղծությամբ եւ հավասարակշռվածությամբ։ Երբ մենք չենք հասկանում, թե որտեղ ենք թուլանում, մենք փորձում ենք ամեն ինչ անել ինքնուրույն եւ ընկնում ենք հյուծման, հիասթափության եւ մեկուսացման մեջ։ Հետադարձ կապի նշանակությունը։ Քոլին Փաուելը ասել է. Դուք դադարում եք լինել առաջնորդ, երբ մարդիկ դադարում են մոտենալ իրենց խնդիրներով։ Շատ բան է ասում այս ամենը։ Այդպիսի լռություն հաճախ առաջանում է ոչ թե կարգապահությունից, այլ վախից կամ հիասթափությունից։ Մարդիկ զգում են, որ մենք չենք լսում կամ մեզ չի հետաքրքրում նրանց ներքին խնդիրները, բայց Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում լինել լսողներ։ Հակոբոս 1:19 Իմացեք իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ խոսելու եւ բարկանալու մեջ։ Ինքնաճանաչում հավասար է հասկանալ, էությունը գումարած պրակտիկա։ Դա նշանակում է տեսնել, թե ինչն է ինձ առանձնացնում, ինչի համար եմ կոչված եւ աշխատել դրա վրա։ Բայց դա նաեւ նշանակում է սրտանց ընդունել քննադատությունը։ Աստվածաշունչը շատ անգամներ խոսում է խրատն ընդունելու կարեւորության մասին։ Առակաց 12:1 Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։ Եթե մենք չենք սովորում մեր սխալներից կամ չենք ընդունում մարդկանց դիտարկումները մեր մասին, մենք սկսում ենք ապրել պատրանքով։ Գործնական քայլեր։ Ինչպես զարգացնել ինքդ քեզ ճանաչելու եւ հետադարձ կապ ստանալու կարողությունը։ Առաջին. ամեն օր ժամանակ հատկացրու լռության, աղոթքի եւ անձնական մտածմունքների համար։ Հարցրու Աստծուն. ինչ եմ ես այսօր ճիշտ արել, ինչը ոչ։ Տեր, բացահայտիր ինձ այն մասերը, որ դեռևս հնացած են, որ վերափոխվեմ քո պատկերով։ Երկրորդ, պահանջիր հետադարձ կապ այն մարդկանցից, ում վստահում ես։ Հարցրու, ինչ կարող էի անել ավելի լավ։ Լսիր առանց արդարանալու։ Դա քո աճի հնարավորությունն է։ Երրորդ, մի վախեցիր սխալից։ Սուրբ Գիրքն ասում է. արդարը 7 անգամ կընկնի եւ կբարձրանա։ Առակաց 24:16 Բայց նա կբարձրանա միայն այն ժամանակ, երբ հասկանա, թե ինչու ընկավ։ Չորրորդ, ձգտիր սովորել ամեն օր փոքր քայլերով։ Թույլ տուր Աստծուն քո ուսուցիչը լինել։ Ամեն բացասական արձագանք մի ընդունիր որպես հարձակում, այլ որպես հնարավորություն։ Ամփոփում։ Սիրելիներ, ինքդ քեզ ճանաչելը դա բարոյական ուժ է։ Դա խոնարհություն է ընդունելու, որ դեռ չես ավարտել քո գործը, որ դեռ ընթացքներ կան պետք է անցնել։ Երբ առաջնորդը սովորում է լսել, հասկանալ եւ զարգանալ այդ ժամանակ Աստված վստահում է նրան ավելին։
Առաջին Պետրոս 5:6 գրված է հետևյալը. Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Եվ ի վերջո, երբ մենք ընդունում ենք մեզ Աստծո լույսի ներքո, ուրիշներն էլ կարող են ավելի հեշտորեն վստահել մեզ, եւ դա է իսկական առաջնորդությունը։